Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Tankable միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք if-else պայմանական համակարգերին։ Եկեք նախ եւ առաջ ստեղծենք նոր նախագիծ եւ նախագիծը կարող ենք անվանել հենց այդպես։ Նախագիծը ստեղծելուց հետո եկեք անցնենք բլոկերի հատվածը ու այստեղ մուտք գործենք control բաժինը։ Այստեղ կնկատեք հենց if պայմանական համակարգը։ Եկեք նաև screen 1-ի բլոկերի ցանկից վերցնենք այս բլոկը, որպեսզի if-ը տեղադրենք նրա ներսում եւ այն տեսնենք գունավոր տեսքով, այլ ոչ թե անգույն։ Եկեք հասկանանք, թե ինչը իրենից ներկայացնում if պայմանական համակարգը։ If պայմանական համակարգը հնարավորություն է տալիս մեր կոդը ճյուղավորել, այսինքն մեր կոդի առաջ, մեր ծրագրի առաջ դնել պայմաններ, թե ինչպես աշխատի կոդը տարբեր իրավիճակներում։ If-ի մեջ մենք կարող ենք գրել ցանկացած պայման, երբ որ այդ պայմանը ճիշտ է լինում, տեղի ունի, կամ ծրագրավորման մեջ մենք ասում ենք, երբ որ այդ պայմանը true է, ապա այդ դեպքում նա պետք է կատարի այն գործողությունը, որը գրված է նրա մեջ։ Tankable-ի դեպքում do հատվածի մեջ։ Եվ եթե այդ պայմանը տեղի չունի, այսինքն սխալ է, եւ ծրագրավորման մեջ մենք ասում ենք, որ false է պայմանը, այդ ժամանակ նա պետք է կատարի այլ գործողություն։ Ստացվում է, որ մենք մեր կոդը ճյուղավորեցինք երկու մասի, true-ի եւ false-ի, true-ի դեպքում նա կատարում է մեկ այլ գործողություն, false պատասխանի դեպքում կատարում է մեկ այլ գործողություն։ Իսկ Tankable-ի մեջ այստեղ if-ի կողքին մենք գրում ենք այն պայմանը, որը պետք է ստուգվի։ Եթե այդ պայմանի պատասխանը ճիշտ է true է, նա կկատարի do-ի մեջ գրված գործողությունը, իսկ եթե ցանկանում ենք ավելացնել նաև հակառակ դեպքը, թե ինչ անի նա հակառակ դեպքում, եթե այդ պայմանը false է, այստեղ սեղմում ենք do-ի կողքի պլյուս նշանը եւ տեսնում ենք, որ ավելացավ else հատվածը։ Else-ը հենց թարգմանաբար կարող ենք ասել հակառակ դեպքում, այսինքն եթե if-ի պայմանը տեղի չունի, ապա հակառակ դեպքում ինչ գործողություն կատարվի։ Եկեք դիտարկենք փոքրիկ օրինակ, որտեղ ավելի պարզ կհասկանանք if-else պայմանական համակարգի աշխատանքը։ Օրինակ, տեղադրենք design բաժնում label, text input եւ button։ Մենք կմուտքագրենք մեր տարիքը, կսեղմենք կոճակի վրա եւ նա արդեն կախված մեր տարիքից կասի մենք մեծահասակ ենք, պատանի ենք, թե երեխա ենք։ Դրա համար տեղադրելուց հետո դիզայնում այս գործիքները անցում կատարենք բլոկային հատված։ Button-ի ներսից վերցնենք, երբ button կոճակը սեղմված է, եւ do-ի ներսում տեղադրենք if պայմանական համակարգը։ Մեզ անհրաժեշտ է ստուգել, որ եթե text input-ի մեջ գրված տեքստը մեծ է 18-ից, այսինքն եթե մեր նշած թիվը մեծ է 18-ից, ապա մենք համարվում ենք մեծահասակ։ Այստեղ logic բաժնից վերցնում ենք հավասարման նշանը, որը կարող ենք փոխել մեծի, եւ այստեղ մի կողմում նշում ենք մեր text input 1-ի տեքստը, իսկ մյուս կողմում նշում ենք սովորական թիվ եւ ներսում գրում 18։ Do հատվածում նշում ենք, որ այդ դեպքում label 1-ի տեքստի մեջ գրի, որ մենք մեծահասակ ենք, you're an adult, եւ եթե հիմա թեստավորենք ու օրինակ գրենք 20 թիվը, ապա տեսնում ենք, որ label-ի մեջ նա գրեց այդ տեքստը։ Հիմա ավելացնենք հակառակ պայմանը, այսինքն երբ որ 18-ից փոքր թիվ է նշվում, այդ ժամանակ նա ինչ տեքստ գրի։ Ավելացնում ենք else-ը սեղմելով այս պլյուսի վրա եւ կրկնօրինակենք այս set label 1 բլոկը ու նրա ներսում գրենք you are a child, կրկին թեստավորենք։ Եթե ես օրինակ գրեմ 18-ից փոքր թիվ, ապա նա գրում է, որ մենք երեխա ենք, իսկ եթե գրում ենք 18-ից մեծ թիվ, ապա նա գրում է, որ մենք մեծահասակ ենք։ Միայն այստեղ 18-ը փոխենք 17, քանի որ 18 տարեկանը նույնպես համարվում է մեծահասակ, հետևաբար այստեղ 17 գրենք, որպեսզի ավելի ճիշտ լինի մեր կոդը։ Հիմա եկեք ավելացնենք եւս մեկ պայման, որտեղ կստուգենք արդյոք մեր տարիքը ընկնում է 13-ից 17 միջակայքի մեջ, քանի որ այդ դեպքում մենք համարվում ենք ոչ թե երեխա, այլ պատանի։ Դրա համար դնենք եւս մեկ if պայմանական համակարգ եւ այնտեղ տեղադրենք կրկնօրինակենք այս պայմանը։ Ուղղակի այստեղ 17-ի փոխարեն արդեն կգրենք 13։ Եթե մենք 13-ից մեծ ենք, այդ ժամանակ մենք համարվում ենք պատանի։ Հիմա կրկնօրինակենք նաև այս բլոկը ու այստեղ ուղղակի գրենք you're a teenager։ Հիմա եթե փորձարկենք ու օրինակ գրենք 13-ից 17 միջակայքի տարիք, ապա կտեսնենք, որ մեր կոդը ճիշտ աշխատում է եւ գրում է այդ տեքստը, որ մենք պատանի ենք։ Սակայն եկեք կատարենք այսպիսի մի փոփոխություն, այս if պայմանական համակարգը բարձրացնենք վերև։ Մենք ունենք արդեն մեկ if պայմանական համակարգ եւ ունենք մեկ if else-ի հետ միասին։ Այսինքն մեր այս առաջին if-ը չունի հակառակ պայման։ Եվ եթե ես հիմա կրկին փորձարկեմ եւ այստեղ գրեմ օրինակ 14, տեսնում ենք, որ նա գրում է ոչ թե teenager, այլ գրում է child։ Ինչու է դա այդպես տեղի ունենում։ Քանի որ մենք երկու if պայմանական համակարգ տեղադրել ենք հաջորդաբար, նա երկուսն էլ հերթականությամբ ստուգում է։
Սկզբից ստուգում է 13-ից մեծ է պայմանը, եթե այն ճիշտ է, սկզբից label-ի մեջ գրում է you're a teenager։ Բայց հետո նա ստուգում է երկրորդ if-ը, որտեղ կա else, այսինքն ստուգում է, եթե 17-ից մեծ չի, բայց 17-ից փոքր է, ապա այդ դեպքում պետք է գրի you're a child։ Հետևաբար ամենավերջում մեր label-ի մեջ լինում է հենց այս տեքստը։ Որպեսզի մեր կոդը ավելի ճիշտ աշխատի, այսինքն teenager-ը նույնպես ընդգրկվի այստեղ, մենք կարող ենք այս if պայմանը տեղադրել else-ի մեջ եւ ստացվում է ներդրված if։ Այսինքն նա կստուգի 17-ից մեծ պայմանը, եթե այս սխալ լինի, կանցնի else հատվածը, բայց else-ում եւս մեկ if կա, որտեղ կստուգի, որ եթե մեր տարիքը մեծ է 13-ից, ապա այդ դեպքում մենք համարվում ենք teenager, բայց այստեղ կարող ենք եւս մեկ else ավելացնել, որ եթե չի բավարարվում մեծ է 13 պայմանը, ստացվում է, որ մենք 13-ից փոքր ենք եւ երեխա ենք։ Ուրեմն թող գրի you're a child։ Եվ այսպես ստացվեց ներդրված if-երով կոդ։ Իհարկե այս ամենը մենք կարող ենք անել նաեւ մեկ այլ եղանակով։ If-else պայմանական համակարգի մեջ մենք կարող ենք արանքում ավելացնել եւս մեկ պայման, այլ ոչ թե else-ի մեջ տեղադրենք մեկ այլ if պայմանական համակարգ։ Այստեղ if-ի կողքին տեսնում ենք պլյուս նշան։ Եթե սեղմում ենք նրա վրա, տեսնում ենք, որ ավելանում է եւս մեկ պայման, որտեղ գրված է else if։ Սա ինչով է տարբերվում նախորդ օրինակից, այնտեղ մենք գրում էինք երկու առանձին if-էր, եւ այդ if-երը հերթականությամբ ստուգվում են։ Բայց այս դեպքում, երբ որ մենք գրում ենք if եւ նրան կից ավելացնում ենք else if, այլ ոչ թե առանձին if համակարգ, այդ դեպքում, երբ որ ստուգվում է if պայմանը եւ այն բավարարվում է, else if-ի մեջ գրված պայմանը էլ չի ստուգվում։ Else if-ի մեջ գրված պայմանը կստուգվի միայն այն դեպքում, եթե if-ի մեջ գրված պայմանը false է, այսինքն չի բավարարվում։ Եվ կատարենք որոշ փոփոխություններ մեր կոդում ու ստանանք հետևյալը, որ եթե text input-ի տեքստը մեծ է 17-ից, նա գրի, որ մենք մեծահասակ ենք։ Եվ else if-ի մեջ թող ստուգվի հետևյալը, որ եթե մեր տարիքը մեծ կամ հավասար է 13-ից, ապա թող գրի you are a teenager։ Դրանից հետո նոր else-ի մեջ արդեն պետք չի գրել պայման, քանի որ այնտեղ մնում է ընդամենը մեկ տարբերակ, 13-ից փոքրի տարբերակը, այդ դեպքում թող գրի you're a child։ Ստացվում է հետևյալը, որ երբ որ մենք text input-ի մեջ մուտքագրում ենք որևէ թիվ, նա սկզբից ստուգում է արդյոք այդ թիվը մեծ է 17-ից։ Եթե այո, կգրի you're an adult, եթե ոչ, նոր կանցնի եւ կստուգի else if համակարգի մեջ գրված պայմանը։ Եթե դա նույնպես false լինի, այսինքն մեր տարիքը 13-ից էլ մեծ չլինի, նոր կկատարվի else-ի մեջ գրված գործողությունը։ Եկեք թեստավորենք։ Այստեղ նկատում ենք, որ ամեն ինչ ճիշտ աշխատում է։ Սա ավելի օպտիմալ տարբերակ է, քանի որ ժամանակ չի ծախսվում ավելորդ if-եր ստուգելու վրա։ Կստուգվի միայն այն if-երը, որոնք որ անհրաժեշտ է, միայն այն դեպքում, եթե նախորդ if-երը չեն բավարարել մեր պայմաններին։ Եվ եկեք անցնենք առաջ ու ծանոթանանք տրամաբանական օպերատորներին։ Ինչպես մենք արդեն իմացանք, if-ի մեջ գրվող պայմանների պատասխանները true են կամ false։ Այս դեպքում մենք կիրառել ենք մեծ, փոքր, մեծ կամ հավասար պայմանները, որոնք մեզ ծանոթ են մաթեմատիկայից։ Բայց ծրագրավորման մեջ կան մի շարք այլ տրամաբանական օպերատորներ, որոնք նույնպես տալիս են true կամ false պատասխանը։ Մենք կծանոթանանք հիմա երկուսին, and եւ or։ Դրանք ծրագրավորման մեջ կիրառվող պայմանական օպերատորներ են, որոնց երկու կողմերում դուք ոչ թե համեմատում եք երկու թիվ կամ երկու տեքստ, այլ միավորում եք պայմանները։ Օրինակ, եթե ես ցանկանում եմ ոչ թե ստուգել մեկ պայման, այլ միաժամանակ երկուսը, եւ եթե այդ երկու պայմանը միաժամանակ ճիշտ են, նոր կատարվի այդ գործողությունը, ես կարող եմ կիրառել and օպերատորը։ Վերցնենք and-ը եւ օրինակ ես ուզում եմ ստուգել արդյոք իմ տարիքը մեծ է 13-ից եւ փոքր է 18-ից, քանի որ 20 թիվը նույնպես կարող է բավարարել մեծ է 13 պայմանին եւ այդ դեպքում կարող է սխալ լինել։ Դրա համար մենք կարող ենք նշել միջակայք։ Այստեղ տեղադրում ենք and-ի աջ կողմում փոքր կամ հավասար է 18-ը, իսկ ձախ կողմում մեծ կամ հավասար է 13-ը։ Եվ այսպիսով ես միավորեցի երկու պայման, եւ եթե այս երկու պայմանն էլ ճիշտ լինեն, նոր կկատարվի նրա ներսում գրված գործողությունը։ Եթե հանկարծ այս երկու պայմաններից մեկը լինի false, այսինքն իմ տարիքը օրինակ մեծ լինի 13-ից, բայց փոքր չլինի 18-ից, կամ հակառակը, այդ դեպքում նրա ներսում գրված գործողությունը չի կատարվի։ And օպերատորի օգնությամբ մենք կարողանում ենք արդեն միավորել պայմանները։ Իսկ or-ը, մյուս պայմանական օպերատորը, այն տարբերվում է and-ից նրանով, որ պարտադիր չէ, որ երկու կողմերում գրված պայմանները ճիշտ լինեն, կարող է ընդամենը մեկը ճիշտ լինել եւ միևնույն է, նրա ներսում գրված գործողությունը կկատարվի։
Կարող ենք հիշել այսպես, որ end օպերատորը մեզ տալիս է true պատասխանը միայն այն դեպքում, եթե նրա երկու աջ եւ ձախ կողմերում գրված պայմանները true են։ Իսկ or-ը մեզ տալիս է true պատասխանը այն դեպքում, եթե նրա երկու կողմերում գրված պայմաններից մեկը գոնե true է։ Հիմա եկեք դիտարկենք մեկ այլ օրինակ, որտեղ կփորձենք կիրառել այս երկու պայմանական օպերատորները։ Փորձենք ստեղծել պարզ մուտք գործելու համակարգ, լոգինի համակարգ, այսինքն կատարենք դիզայնում փոփոխություններ։ Ավելացնենք այստեղ երկու text input, մեջ հուշող տեքստերը առաջինում գրենք login, իսկ երկրորդում password, եւ մենք պետք է ստուգենք, որ եթե login-ը հավասար է օրինակ admin-ի եւ գաղտնաբառը հավասար է օրինակ 1 2 3 4-ի, այդ դեպքում նա կարող է մուտք գործել համակարգ։ Այստեղ անցնենք կոդավորման հատվածը ու կատարենք փոփոխություններ արդեն կոդում։ Տեղադրում ենք կրկին if պայմանական համակարգը։ Օգտագործում ենք end օպերատորը, քանի որ երկու պայման պետք է ստուգենք։ Մենք կարողանանք մուտք գործել համակարգ, եթե եւ մեր գրված login-ն է ճիշտ, եւ գաղտնաբառն է ճիշտ։ Մենք իհարկե այս պահին ուղակի պատահական արժեքներ ենք վերցրել, բայց հետագայում մենք նաեւ կսովորենք, թե ինչպես օգտատերը ինքը ստեղծի իր գաղտնաբառը եւ իհարկե նաեւ login-ը։ Եվ այստեղ ստուգում եմ, եթե text input 1-ի տեքստը հավասար է admin-ի եւ text input 2-ի տեքստը հավասար է 1 2 3 4 գաղտնաբառին, այսինքն երկուսն էլ նա միաժամանակ ճիշտ է հավաքել, այդ դեպքում label 1-ի մեջ թող գրի, որ դա ճիշտ է, that's right։ Հակառակ դեպքում այստեղ ոչ թե ուղակի else ավելացնենք, այլ else if եւ առանձին ստուգենք, թե այս պայմաններից որևէ մեկը սխալ է, թե ոչ, առանձին։ Ստուգենք, եթե մեր login-ը սխալ է, այսինքն text input բանի տեքստը հավասար չէ admin-ին, դա կրկին տեղադրում ենք հավասարման բլոկը եւ այստեղից ընտրում հավասար չեն։ Այդ դեպքում թող ասի, որ մեր login-ն էր սխալ։ Wrong login։ Եվս մեկ else if ավելացնենք, որտեղ կստուգենք առանձին գաղտնաբառը, որ եթե text input 2-ի մեջ գրված տեքստը հավասար չէ 1 2 3 4-ին, ապա ասի wrong password։ Այս անգամ թեստավորենք preview կոճակի օգնությամբ, օրինակ հավաքեմ երկուսն էլ ճիշտ, կտեսնենք, որ գրում է that's right, եթե օրինակ սխալ հավաքեմ login-ը, ապա ասում է, որ սխալ login էր, եթե գաղտնաբառը, ապա սխալ գաղտնաբառ։ Որպեսզի գաղտնաբառի text input-ը նման լինի իսկական գաղտնաբառին, մենք կարող ենք դիզայնում կատարել փոփոխություններ եւ անել այնպես, որպեսզի ոչ թե երևա գաղտնաբառի տեքստը, այլ երևա կետիկներ։ Դրա համար մուտք են գործում մեր գաղտնաբառի հատկությունների բաժինը եւ այստեղ անցնում advanced հատվածը։ Ներքևում կտեսնենք այստեղ secure text entry կոճակը, որը որ կարող ենք փոխել կամ true-ի վրա կամ false-ի վրա։ Այստեղ դնում եմ true-ի վրա եւ եթե կրկին թեստավորեմ, տեսնում եմ, որ գաղտնաբառը հավաքելիս արդեն կետիկներ են երևում։ Ինչպես նաև տեսնում ենք, որ այստեղ եթե ես օրինակ որևէ դաշտ դատարկ թողնեմ, այդ դեպքում խնդիր չի առաջանում, նա ուղղակի ասում է, որ օրինակ սխալ է login-ը կամ գաղտնաբառը։ Եկեք անենք այնպես, որ դա հնարավոր չլինի, այսինքն երբ որ մենք դատարկ ենք թողնում որևէ դաշտ, նա մեզ ասի, որ պետք է անպայման լրացնենք բոլոր դաշտերը։ Այս դեպքում մենք օգտագործելու ենք արդեն or պայմանական համակարգը։ Դրա համար եկեք վերադառնանք բլոկերի հատվածը եւ այստեղ ամենաներքևում ավելացնենք եւս մեկ else if, բայց մեզ անհրաժեշտ է, որպեսզի այդ դատարկ լինելու պայմանը ստուգվի ամենասկզբում, քանի որ else if-եր ունենք այստեղ, հետո նոր, եթե այդ պայմանը չի բավարարում, այսինքն չունենք դատարկ դաշտեր, նոր ստուգվի արդեն մեր հավաքած login-ի եւ գաղտնաբառի ճշտությունը։ Դրա համար այստեղ այս պայմանը տեղափոխենք ամենավերջ եւ առաջին if-ի մեջ տեղադրենք or բլոկը։ Հիմա մենք պետք է ստուգենք արդյոք դատարկ է admin-ի կամ գաղտնաբառի դաշտը։ Գնում ենք text բաժինը եւ այստեղ ամենավերջում կա is empty block, որը կստուգի ցանկացած տեքստը դատարկ է թե ոչ։ Այստեղ տեղադրում ենք նրա մեջ text input 1 տեքստը եւ կստուգի text input 1 տեքստը դատարկ է կամ text input 2-ը դատարկ է, այսինքն եթե հանկարծ այս երկուսից որևէ մեկը դատարկ լինի, սրանցից մեկն ու մեկը լինի true, այդ դեպքում label 1-ի մեջ թող գրի, որ լրացրեք բոլոր դաշտերը։ Եվ եթե հիմա թեստավորենք ու օրինակ թողնեմ մեկ դաշտ դատարկ եւ մյուսը լրացնեմ ու սեղմեմ check, միևնույն է նա ասում է լրացրեք բոլոր դաշտերը, որտեղ թեկուզ գոնե մեկը բաց թողնելու դեպքում նա համարում է, որ սխալ է։ Այսինքն այստեղ if-ի մեջ, if-ի ներսում գրված պայմանը տվեց true պատասխանը, քանի որ or-ը աշխատում էր այսպես։ Եթե նրա ներսում գրված երկու պայմաններից որևէ մեկը տալիս է true պատասխանը, ապա or-ը տալիս է true պատասխան եւ մենք հիշում ենք, որ if-ը աշխատում էր, եթե նրա ներսում գրված պայմանը true էր։
Իսկ այս դեպքում or-ը տվեց true եւ if-ը կատարեց իր ներսում գրված գործողությունը։ Բացի and եւ or պայմանական օպերատորներից կա նաեւ մեկ այլ օպերատոր, որը կոչվում է not։ Not-ի հիմնական հատկությունը կայանում է նրանում, որ նա ժխտում է պայմանը։ Օրինակ, եթե մենք այստեղ ստուգում ենք դատարկ է, եթե նրա սկզբում ավելացնեմ not, կլինի ոչ դատարկ, այսինքն եթե դատարկ չէ։ Իհարկե, սա կարող ենք տեղադրել ամենասկզբում եւ փոխել կոդի ընթացքը, օրինակ ասել եթե դատարկ չէ, նոր թող կատարվի այս երկրորդ if պայմանական համակարգը ամբողջությամբ։ Եվ այստեղ հակառակ դեպքում, եթե այսինքն դատարկ է, այդ ժամանակ թող ասի, որ լրացրեք բոլոր դաշտերը։ Այսպիսով մենք ծանոթացանք if-else պայմանական համակարգին, ինչպես նաև and, or եւ not պայմանական օպերատորներին։ Նշեմ, որ այս պայմանական համակարգերն ու օպերատորները առկա են բոլոր ծրագրավորման լեզուներում, կիրառվում են բոլոր ծրագրերում, քանի որ օգնում են բարձրացնել մեր ծրագրերի ֆունկցիոնալությունը։ Այսքանը այս տեսադասի համար, շնորհակալություն։